Նիհաո, ես Դավիթն եմ, Մարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ ջան, այսօր բոլորի կողմից երկար սպասված այս հրաշք ավտոյի ռևյուն ա լինելու։ Քլնգոցի ծբխոցի նաև, քանզի ես առաջի հերթին ձեր շահերի պաշտպան եմ, ձեր բյուջեի պաշտպան եմ ու ամենավերջի հերթի ավտովաճառող եմ, քանզի այս մեքենան ունի նույնպես մինուսներ, ինչի մասին ես ձեզ իհարկե մանրամասն մանրակրկիտ այսօր կտեղեկացնեմ։ Մին սկսելը շատ եմ խնդրում ձեզ, մի հատ նայեք իմ այս արած հաղորդումը Electromobile AM-ի մասին, անպայման խնդրում եմ նայեք, ընդամենը 3 րոպե 22 վայրկյան է, այսքան ձեր համար վիզ եմ դնում, մի հատ ինձ պատժ կարեք, այս հաղորդումը նայեք, հետքի հոդվածը կարդացեք, մեկնաբանություններում տուժողների մեկնաբանությունը կարդացեք, ու ինքներդ արդեն որոշեք, նրանք գցող են, թե գցող չեն։ Շնորհակալություն։ Հիմա վերադառնանք մեր լեոպարդին։ Ուրեմն այս մեքենան տոպից տոպն է, բայց ունի մինուսներ։ Ուրեմն մինուսներից Ժողովուրդ ջան, հենց արագի մեջ մի հատ ասեմ, հետո կներկայացնեմ։ Էքստրեմալ փոքր բեռնախցիկ, ընդհանրապես 350 լիտր, 360 լիտր, այն ջիլի ջոմի պես։ Արտաքին տեսքն է խնդրահարույց, մեծամասնության դուրը չի գալիս։ Իմ դուրը տես չի գալի։ Հեռահարությունն է քիչ, ընդհանրապես 500 կիլոմետր գրածով, իսկ ռեալում 350 ամռանը, 250 ձմռանը։ Ինտերիերի մատերիալները, հատկապես դռների վրա միջին որակի են, ընթացքում կցույց տամ, հաստատ վիճում են U+-ին, ու սա նրան չունի, չնայած պետք է ունենար, որովհետև ավելի էժան U+-ն ու Sea-Lion 05-ը 24000-ի կարգի սա նրան ունեն, իսկ այս մեքենան հարգարժան Wolfgang Eggers-ջան չունի։ Գնացինք, ցինկապատման տեստ անենք Ժողովուրդ ջան, մեր ավանդական, խնդրում, ցինկապատը 150 միկրոն, դուրը, մի խոսքով ստաբիլ BYD ստանդարտը 150 է, ինչպես գիտեք, Geely-ն 200 է, իսկ Mazda EZ60-ը, Toyota BZ3X-ը 100 են, ուստի նույնիսկ մենք ունենք 200, մի հատ կարող է լավ չեմ դրա։ Լավ չի դրա, 150։ Մի խոսքով նորմալ վիճակ։ Mazda-ինց պետք է մի հատ ասել գան հասկանան ոնց է լինում, որ իրաց մոտ 100 է լինում։ Կամ 90 вообще։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս մեքենայի արտաքինը դե վիճելի է, ոնց արդեն հասկացաք, շատերի դուրը չի գալիս, Wolfgang Eggers ջան, ստեղ դուք պրոմո եք տվել, որովհետև լիքը մարդ ասում է տապորավարի բրուտալ գեշ դիզայն ունի այս ավտոն, ու մարդիկ ճիշտ են ասում։ Հա, ճաշակի հարց է, բայց մեծամասնության դուրը, հատկապես աղջիկների դուրը, այս ավտոն մի այլ տիպի չի գալիս, Wolfgang ջան։ Աչք մտնող մինուսներից, կրկին ու կրկին, Wolfgang ջան, այստեղ։ Հենց դիմացից, էլի, ասենք ջիպա, հենց ամենադիմաց ասենք, էլի, քար, մար, ինչ ասես, այս լակապատ Royal-ի լակը, ասենք գալու է Ժողովուրդ ջան, ու մի տարի հետո, ինչ մի տարի հետո, 6 ամիս հետո, ասենք ստեղ խազ, մազ, ինչ ասես։ Էսի ասենք epic fail է, այս հատվածը, էլի, լակապատ հենց դիմացից։ Ասենք լուրջ եք ասում։ Wolfgang ջան, էս ինչ է։ Մի հատ տուգան ես նախագծողին։ Հեսով հաստատ է էսի։ Էսի պետք է փակեք Ժողովուրդ ջան, էսի պետք է պլոմկայով փակեք, բռոնապատեք, չգիտեմ, էսի ոչ փակեցիք, էսի թեմա է դառնալու։ Այստեղ հա, մատովի մատերիալ է, օքեյ։ Էսի հա, լավ է։ Կամերան գեղեցիկ ինտեգրված է, տապորավարի դուրս ընկած չի, հաստե ամեն ինչ լավ է։ Դիմացի շիթը լավն է, բան չասեցի։ Բայց էսի epic fail է։ Լուսարձակները էլի գժական են, գեղեցիկ են, սազում է իրան, այս հատվածները էլի բավական լավ է մտածված Wolfgang ջան, ով այսի հնարը ապրի, էսի պլյուս, էլի մատովի գեղեցիկ, ստեղ ռոմբատիպ դե բրուտալ դիզայն է մեր մոտ, այս հատվածն է, որ էլի բավական պաշտպանում է ցեխից, մեր թափքը, բայց շատերի կարծիքով գեղեցիկ չի, չգիտեմ էսի դուք ասեք։ Մեր ակերն է, ու անվահեծերը ճիշտ ասած եսի ինչ չի, Wolfgang այդքան է սիրուն չի։ Կարող ավելի գեղեցիկ կլներ։ 4 քաշողի մոտ ոնց որ ավելի սիրուն է։ Էսի ինչ որ չգիտեմ։ Միջին վիճակ ու R18 Մյուս epic fail-ը Ժողովուրդ ջան, էսի է իմ կարծիքով։ Ասենք տեսքը փչացնում է հետևից, միանշանակորեն Wolfgang ջան։ Ու իր ֆունկցիոնալությամբ իր չի արդարացնում իրան, հասկանում եք Ժողովուրդ ջան, ասենք։ Սենց եկա զռլամ ինչ որ սենց դուրս ընկած պրեշիկ է ավտոյի հետևից։ Ու ասենք ակներ ասեմ հա, բայց ակ չի ստեղ, ընդհանրապես ասենք պուճուրիկ, ասենք շատ պուճուրիկ էլի, ասենք չգիտեմ։ Այս հաստության ասենք
ինչ որ անկապ մինի բագաժնիկ է, չգիտեմ, կոշիկ դնելու կամ այդ պզիկ շորմոր դնելու համար, հա, վատ չի, բայց ասենք տեսքը փչացնում է այս ավտոյի, հասկանում եք, մի ուրիշ տիպի։ Չարժեր, ասենք, այդ փուչուրիկ բագաժնիկի խաթր, sense մի հատ ինչ որ անկապ բան ճպստներ հետևից, էլի, Վոլգանգ ջան, լավ չի։ Միանշանակորեն լավ չի։ Ժողովուրդ, ուրեմն ստե մենք վերջապես ունենք գործարանից մարդիկ հասկացան էլի վերջը, որ էսի էլեկտրոմոբիլը, ասենք կարա տոկը տա էլի, որ ջուրը ստե մտնի ստե արենք, sense ճպավոնց ճպում էր միշտ։ Ստե արդեն ունենք մարդավարի, այսինքն ճիշտ ինտեգրված ռեզին ու կարծում եմ ջրամեկուսացումը 99%-ով կապահոված կլինի։ Էսի պլյուս ապրեք Վոլգանգ ջան հալալա վերջապես։ Վերջապես ունենք զավոդից ռեզին։ Ինչից զուրկ են, ասենք լիքը ավտոներ։ Թե ձեր մրցակիցների։ Ուրեմն գանք մեր հաջորդ epic fail-ին, Ժորժ ջան, ոնց զում եք, այս ավտոն տենց գժական չի էլի, ոնց թվում է առաջի հայացքից։ Ասենք, էս ի՞նչ է։ Վոլգանգ ջան, էս ի՞նչ է։ Էսա նախագծել բագաժնիկը։ Ասենք, խես էս պուչ ուժը։ 350 տոլ 360 լիտր, ասենք, ջիլի ջոմի պես, hatchback-ի պես, բայց էսի ջիպ է։ Իմ ավտոն 430 է։ Ասենք, ջիպալները, ասենք, 500 պլյուս են։ Խիաս էս պուչու բագաժնիկը, ասենք, էլի, абսուրդ է, ասենք։ Այս երևի միակ ջիպն է, ասենք, երկիր մոլորակի վրա, որ պուչուրիկ բագաժնիկ ունի։ 25 թվականի արտադրության։ Էսի ընտանեկան մեքենա մի քիչ դժվար է ասել, որովհետև այստեղ շատ քիչ բան տեղ կան, Ժորժ ջան, չգիտեմ, խնդրահարույց է։ Հաստե ունենք ինչ որ sense մարդավարի բան, բայց բագաժնիկը պուչուրա էսի աչք մտնող մինուս, որովհետև սա ջիպ է։ Հենց ամենագնաց է, էլի, ասենք, crossover չի, hatchback չի, sedan չի, ջիպ է։ Ասենք, ոնց կարա սա պուչու բագաժնիկը լինի, մի հատ կոմենտներում գրեք, Հարգաժան, Վոլգանգ, Հարգաժան, Վան։ Ասենք դուք տեղյակ եք, որ sense պուչու բագաժնիկ ունի ձեր ավտոն։ Ստա ինչ որ sense նիշաներ ունենք, հետաքրքիր, նույն ընդհանուր առմամբ տենց եսի ինչ չի էլի։ Սովորական բագաժնիկ է, ինչ որ առանց ոչի բաների։ Դռները ոնց տեսնում եք, էլի գեղեցիկ ձևով իրանք դուրս են գալիս ու ներս են մտնում ավտոն բացել փակելու ժամանակ։ Բայց դա ավտոմատ չի, այդ ամեն ինչը պետք է արվի իհարկե այս գեղեցիկ վերջապես Vivad-ին հասկացել է, որ մնացած բանալիները դագաղի ֆորմա ունեն ու եկել ենք հասել ենք մոտարապես դիպալի ֆորմաների ինչ որ գեղեցիկ տիեզերական սիրուն, էսի պլյուս խնդրեմ, դռները այսպես գեղեցիկ դուրս են գալիս, այս հարցը վերջապես լուծել են մարդիկ ու դուր բացելը բավական կոմֆորտ հաճելի է, դուռը բավական ծանր է, լուրջ դուռ է, զգում ես, ու ձայնամեկուսացումը, հեսա որ գամ պլյուսերին, ձայնամեկուսացումը այս ավտոմետ էլի շատ լավն է, համարյա Yuan Plus-ի պես։ Մի քիչ հետևից խոսանք, Ժորժ ջան, ուրեմն մինուսներից կրկին ու կրկին էս խաղալիք, բուկվալում смысле слова խաղալիք, էս ինչ է, ասենք, ասենք էսի սենց համակրում էլ, ասենք երևի, ասենք խի ասենց պուչուր, էս ինչ է, Վոլգանգ ջան, ասենք, էլի, ասենք, գոնե մինչև ստե հասներ էլ, էս ինչ է, էսի մինուս, հայտարարություն այսի, էս ինչ է, ուրեմն ստե ունենք կամերա, Ժորժ ջան, ու ստեղ իհարկե 12 կամերա ունենք, ստե ունենք կամերա, էլի բավական ինտեգրված շատ լավ, պարկտոնիկներն ա մեր 4 հատ, այս հետևի հատվածը էլի բավական լավ է արած, ինտեգրված է բավական ճիշտ թափքի մեջ մտածված, բրուտալ, մասիվ, էսի ու փայլատ, ոչ թե փայլուն, էսի ապրեք, այս հատվածները գերազանց են, հենց իմինը ջիպի համար է նախատեսված գերազանցը, էսի հալել է։ Ու մեր լուսածերպը, Ժորժ ջան, ասում են ըստ դոկումենտների բավական բարձր պետք է լինի, 19 սանտիմետր ու ոնց որտե տենց է պետք է լինի։ Հա։ Դրածը իմ կարծիքով ճիշտ է, այստեղ 19 սանտիմետր է մեր լուսածերպը, ինչը նորմալ է լրիվ ջիպի համար։ Քաղաքային ջիպի համար, չնայած ինքը ամենագնաց է, սարեր ձորեր կարա գնաք։ Ուրեմն մեր կողային հայլիները էլի բավական լավն են, բավական։ Ես այս ավտոն արդեն վարել եմ ու տեսանելիությունը գերազանց է։ Այս հատվածը էլի պլյուս, դաչիկ ստեպի զոն, կապոտի վրայի այս խռիկներն է, էլի բավական օրիգինալ է ու տեսք հաղորդում ավտոին, բայց էլի ռայալնի լակա, ինչը մինուս, Հարգաժան Վոլգանգ, էսի մինուս։ Ժորժ ջան, ուրեմն դիմացից ունենք սենց գժական էլի ֆրանկ, Սիլայն 05-ի պես, դիպալների պես, բայց տարողունակությամբ ինքը հաստատ դիպալ 05-ին զիջում է ու Սիլայն 05-ին զիջում է։ Միանշանակորեն ստեղ 100 լիտր հաստատ չկա։ Ու անդրադառնանք տեսախցիկներին, արդեն ինչպես ստանդարտին համաձայն, մի հատ ստեղը ու ստեղ այսի խնդրահարույց է, Վոլգանգ ջան, այսի կոնկրետ խնդրահարույց է, ասենք, այս ինչ է։ Կարեք մարդավարի են, որ սենց
բան եք ավելացնում, տեսախցիկ եք դնում, ասենք էս ինչ տապորական մոտեցում է, ըստ ինչ որ sense բանը, այս արկան sense քանդակել եք, որ մեջը կարող կամերա մտցնեք, ու տեսքը դրանից փչացել է կոնկրետ, ասենք էսի абսուրդ է, էսի նախագծողին էսի տուգան եք, լավ չի։ Էսի մինուս տեսքը գցել եք, հերթական անգամ բագաժնիկի պես հետևի, անիմաստ փուճուրիկ։ Ասենք խի ասենց։ Ժողովուրդ ջան, ուրեմն գործարանից մենք ունենք այսպես գժական մքեցում, էսի հալալը ապրեք, որտեվ բավական լավ տանյորովկա է արած, հետևի ապակիները, ստե вообще փակած է, էսի պլյուս։ Էսի միանշանակորեն պլյուս, էսի ապրեք։ Այս ռեյլինգները էլի պլյուս, այս գնայինի մեջ ամեն ավտո չի, որ sense գժական ռեյլինգ ունի, sense գժական սպոյլեր ունենք, էսի էլի պլյուս, մեր ստոպ լույսը ստեղով է անդրադառնում, ու այս լոգոն գիշերը լուսավորվում է իրանց, Ֆանչենբաու իրանց բրենդի։ Մոռացա ասեմ, այս ավտոյի իրական անունը Ֆանչենբաու Տիտանիում 3 է, ժողջան, կամ Leopard 3, որ ավելի կրճատ լինի, ու ինքը BYD-ի լյուքսային բրենդն է։ Այսինքն, որ Toyota-ն ունի Lexus, BYD-ն ունի Ֆանչենբաու, то есть էսի կլասով բարձր է, քան սովորական BYD-ները։ Ну վատ չի, տեսքը վատ չի, չեմ կարող ասեմ, ահա որ վատ է, Wolfgang ջան, բայց դե ասենք լիքը մարդը դուր ես, բրուտալ տապորական ոնց որ իրանք են ասում էլի, այս դիզայնը չի գալիս, հատկապես աղջիկների ու այս ավտոյի վաճառքները հաստատ ավել կլինեն, եթե դիզայնը մի քիչ ավելի պուպուշ լիներ, ավելի այտենց ապտիկայեմի լիներ, ոչ թե այտենց տապորական բրուտալ ոնց որ հիմա է էլի, ասենք, չգիտեմ, խնդրահարույց է այս դիզայնը։ Չգիտեմ, ես այդպես եմ հավանում, եթե անկեղծ։ Ու մեկ էլ ձեր ուշադրությունը ուզում դարձնեմ այս ավտո նստելու վրա, չնայած որ ինքը ջիպ է, բայց բավական հարմար է նստում ավտոյի մեջ, այտենց պասատկեն բարձր չի, այտենց կատաստրոֆա չի։ Տեսքից մի քիչ ահավոր այրևում, բայց իրականում նորմալ ձևով կարող ես իջնես ավտոյից։ Երեխաները կարան, անկից բարձրան իջնան։ Ժողովուրդ ջան, ուրեմն լավ այս պահը նկատեցի ու որպես լրացում, ինչպես տեսնում եք, ըստ մենք ունենք երկշերտ Двойное стекло ասվածը, ինչը գերազանց է այս բյուջեի, այս գնային սեգմենտում ինքը չի հանդիպում sense բան, ու որը որ նպաստում է նույնպես լավ ձայնամեկուսացմանը։ Էսի էլի տոպից տոպ հալալա Wolfgang ջան ապրեք։ Ժողովուրդ ջան, ուրեմն որպես լրացում, այս իր այս քանդակած անդազահան արած դիզայնին, այս հատվածները, այս դուրս ընկած էլի, ասենք, այս խիա sense Wolfgang ջան, ասենք, էսի խիա sense էլի, մի հատ պատասխանեք կոմենտներում, այս պահերը, ասենք գեղեցիկ չի էլի, ասենք, էսի մեզ դուրս ընկած այս հատվածները գեշա։ Դրա համար մարդիկ այս ավտոն տենց եսի մի շան ընդունում, որովհետև ինքը սենց շատ բրուտալ է էլի, ասենք, այս հատվածն է, ասենք, սենց հա պրակտիկա, բայց ասենք եսի շատ կոշտ ու կոպիտ է էլի, մարդկանց դուրը չի գալիս, շատերի դուրը չի գալիս։ Այս հետնամասն էլ, ասենք, այս հետևի այս բագաժնիկը, ասենք, այս մոմենտը էլի խնդրահարույց է։ Էլի տեսքը դարձնում է էլ ավելի անճոռնի ու էլ ավելի գեշ, քան թե ինքը կա իրականում։ Այս լուծումը խնդրահարույց է։ Պրոմոխ եք տվել, հարգարժան Wolfgang։ Ժողովուրդ ջան, ուրեմն ոնց կարաք տեսնեք, այս ավտոյի ինտերիերը ոչ մի ձևով չի բռնում էքստերիերի հետ։ Շատ ավելի պուպուշ է, գեղեցիկ է, էրգոնոմիկ է, աշկին հաճո է, այտենց բրուտալ ու տապորական չի, ոնց որ էքստերիերը։ Մի տեսակ հակասության մեջ է այս ավտոն ներքինի հետ, ըստ իմ կարծիքի, ուրեմն ղեկը, ժողովուրդ ջան, գժական ղեկը, ամենալավ BYD ղեկն է, ըստ իմ կարծիքի, ինքը շատ ավելի լավն է, քան թե Yuan Up, Yuan Plus, Song Plus, C-Line 05, 07, գժական է։ Այս ղեկը իրոք համարյա այն Kia EV5-ի ղեկից է, այն որ ասում էի 10-ից 10 տոպ է, այդ ղեկից է համարյա ու լավ 10-ից 9։ Այնի վերջը Kia-ինը, բայց այս կնոպկաների, այս որակը, այս ամեն ինչը BYD ոչ մի ղեկ չունի։ Էսի կատարյալ է, ուղղակի այսի 10-ից 10-ը այս կնոպկաների հատվածը։ Ու մեկ էլ ստեղ ինչ որ չեմ հասկանում ուր են մեր կրուտիլկաները, հարգարժան Wolfgang, որովհետև պետք է լիներ։ Երևի թե այնի 4VD Ultra-ի մեջ է, որովհետև դա բացակայում է։ Ստե մենք ավտոյի ռեժիմները փոխում ենք այս գեղեցիկ, էլի շատ լավ մտածված, էսի տոպից տոպ 10-ից 10 է սրանք, այս հատվածը գժական է։ Էսի իրոք վերջն է։ Մեր ավտոյի ռեժիմները փոխում ենք ստեղից, ավարիոնկեկ, ավտոմիան սրանջատել, ավտոհով, մի խոսքով BYD-ի ֆիզիկական կոճակները ժողովրդյան տեղում են։ Հարգարժան Zipal, Leap Motor,
Էլոֆա նկա Toyota BZ 3X մի հատ վեկալ եք էլի գոնե start stop-ի կնոկոճակ էլի հարգաժան Ձիպալ ջան Ջիլի ջան գոնե start stop գոնե ես խնդրում եմ ավելացրեք էլի ասում լավ դժվար է մի հատ կոճակ է ոնց կարա ավտոն միացնելու արժեքը կնոպկա չունենա ասենք абսուրդ է այս սելեկտորը ժողջանը ոնց զգում եք old school վիճակ է ստեղ չի ոնց որ մեր նոր սերնդի BYD-ների մոտ արդեն այլ ստեղ է իմ ավտոյի պես U+-ի պես նու դժվար եմ ասեմ արդեն երևի թե էսի ավելի հարմար ճիշտ մոտեցում է քան թե էսի բայց դա էս էլ է նորմալ է էսի old school է լավ շատ լավ է բռնվում parking-ը իրա վրա է մի խոսքով էլի գժական է էս անալիզավորումն է մեր էլի զամշատիվ 50 վատ էլի շատ լավ արած այստեղ մենք 4VD Ultra-ում full կոմպլեկտացիայում ունենք միկրոֆոն ու ֆանարիկ, բայց սա քանի որ հետև քաշող մաքսն է, չունենք ու արժի ընդամենը $24900 իմ մոտ Գյումրիում պատվերի դեպքում։ Էս սերա շատ լավ մատերիալ ժողջան։ Այստեղ էլի գերազանց է, BYD գերազանց մատերիալներն են, ոչ մի պրետենզիա, էս էլ soft touch է, օքեյ է։ Այստեղ խալադինիկ չունենք հարգաժան Wolfgang ջան, բայց պետքա լիներ, որտեվ այս գնի մեջ ուրիշները ունեն U+, C905 խալադինիկը մենակ 4VD Ultra-ում է ժողջան, որը որ իմ մոտ պատվերի դեպքում 28500 ընդամենը։ Նստատեղերն են ժողջան գժական, AS-ի այս ավտոյի էլի աչք մտնող պլյուսն է, մի հատ մեծ պլյուս, էսի հալալա, էսի հարգեցի գժական է։ Այս բակավոյ պատժերշկան մի խոսքով U+-ի պես, որ ասում են ես U+-ի rest-high-ի նստատեղը գժական է, էսի հավասարա U+-ի rest-high-ի միանշանակ Toyota BZ 3X-ին, էլ որ ասում են շատ լավն է, ասենք այս որակը, ասենք զգում ես որ ոստը որակ կա, էլի ասում։ Միանշանակորեն C905-ից ու կարծում եմ 06-ից, որտեղ նույնն է ալնելու, երկու անգամ լավն է այս նստատեղը։ Էդի հաստատ, էդի 100%։ Էսի բոմբա, էսի 10-ից 10։ Այս հատվածներն է ժողջան, մի քիչ խնդրահարույց, ճիշտ ասած, էսի soft touch է, էսի էլի լավ է, բան չասեցի, այս հատվածը էլի ավանդական, որ ուրիշների մոտ, Deepalens մոտ կամ C905-ի մոտ, որ դուբոյ պլաստիկ է, այստեղ գերազանց soft touch մատերիալ է, գեղեցիկ ստրոճկայով, էսի պրետենզիա չկա, լավ է շատ, ապրեք Wolfgang ջան։ Այս հատվածն է մի քիչ նախ ֆունկցիոնալությամբ բավական օրիգինալ մտածված, sense մի հատ մեծ ռուչկա է, երևի ակտիվ վարման համար, որ մարդիկ ստես բռնվեն։ Ինքը soft touch է, բայց Kia-ի պես է։ Չորոտա։ Էսի արդեն գերազանց չի, հարգաժան Wolfgang ջան։ Այստեղ էլի մինուս է, որտեղ շատ պուճուրիկ, ոնց զորով է մտնում աչորս, այսինքն չի մտնում, չի մտնում, կարելի ասել էլի։ Էսի մինուս շատ պուճուր է, ասենք, էլի բագաժնիկի պես, այստեղ ինչ որ բան կա, սինդրոմ կա, ասենք, ամեն ինչը պուճուրիկ անել։ Ասենք ջիպ է, էլի, ասենք, կներ մի քիչ մեծ անեք ես։ Բարդաչոկը, բայց դե լավա գոնե կա, մերսի։ Թե չէ Toyota այնտեղ ջիպը լապշե չունեն։ Ու հիմա ժողջան, անդրադառնանք մինուսներին։ Ուրեմն, այս որ ասում էի ձեզ հենց սկզբից ամենա դռան մատերիալները, լավ չի, Wolfgang։ Մի հատ Pugani, ով է այս դուռը նախագծը, կոնկրետ լավ չի։ Հա, այս հատվածը գերազանց է, բան չասեցի։ Այս հատվածը գերազանց է, այս հատվածը գերազանց է, բան չասեցի։ Այս հատվածն էլ։ Բայց որ գալիս ենք արդեն ստե, ժողջան, այսի epic fail է։ BYD համար դուբովի պլաստիկ է, այսի պլաստմաս է։ Ասենք ես ինչ է, սխի ասենց, լավ չեք, վան չուան ֆուջան, ասենք, տեղեք ես, որ քո ես բյուքսային, ֆանչնբավ ու տիտանիում 3 ավտոյի մոտ, ասենք, սենց չկլաս մատերիալը հենց այս ամենա դիպչողական տեղը ժողջան, հա, կնոպկաները լավն է, բան չասեցի, ալյումինա, շատ soft touch, շատ լավ, բան չասի, հա, բայց էսի պրավալ է, էս էլ է պրավալ, էս կողը, ուժս, էս ինչ է, էսի լրիվ ինչ-որ ջոշ վիճակ է հաղորդում ես ավտոյին, էսի պրավալ է Այստեղ պրավալ չի, բայց էլի չոր է։ Հա, soft touch է, սրապես ահավոր չի, էսի լրիվ պլաստմաս է, 80-ականներից։ Հա, soft touch է, օքեյ է, բայց դե չոր է էլի։ Միջին վիճակ։ Դրան բացելը օքեյ է, էսի լրիվ soft touch է, էսի հավանում եմ։ Դուր փագերն են, էլի բավական հարուստ ձեն է գալիս, այդտեղ դինամիկն է մեր, դեֆլեկտորներն են էլի բավական լավ արած։ Նու այս ներսը արդեն հա, էսի բոլորի մոտ ասենց, էսի մինուս չի, էսի այս գնի մեջ բոլորի մոտ ասենց, չերը կարա ուրիշ ձև լինել, բան չասեցի։ Բայց այս հատվածները կարար էլ ինչ լավ էր, Wolfgang ջան։ Epic fail։ Առաստաղի մատերիալը լավն է, օքեյ է։ Այստեղ է որ
էկոնոմիային արեն նորից, դիպալենսպես, եղել էր տենց։ Չգիտես քիմ մարդիկ որոշում են այս հատվածներս, երևի ամրության հետ է կապված իմ կարծիքով ավտոյի, որ այս հատվածները մինչև ստեղ ամեն ինչ լավ է, սա առաստաղով, հենց գալիս ենք այս ստոկեքին, դառնում է դուբովե պլաստիկ։ Մեկ հարցնի խի։ Այստեղ ունենք շատ գժական լուծում, այսի շատ եմ հավանում, Վոլգանգ ջան, համատած Yuan Plus-ի հետ, ասենք ունենք ֆիզիկական գժական, ոչ թե սենսորային ժողջան, այլ ֆիզիկական գժական կոճակներ, մեր շտորկան կառավարող, մեր լուկը բացող, ինչպես տեսնում եք, ստեղ ունենք բացվող պանորամա, ինչը գժական է։ Ձիպալ Toyota առասարակ զուրկ են բացվելուց, ինչը մի հատ մեծ պլյուս է BYD-ի համար, ալալա, ապրեք։ Մեր սենսորային լույսերն է, էլի բավական օրիգինալ գեղեցիկ ու բավական լուսատվությունը մեծ է։ Ունենք գժական ակնոցների պահոց, էլի պլյուս։ Բայց մատերիալների առումով այստեղ էլ է ինչ-որ դիշմանսկի, ինչ-որ այս հատվածները ինչ-որ շատ դիշմանսկի, ինչ-որ պլաստիկ է, ճիշտ ասած։ Էսի գժական է, բայց էսի չէ։ Էսի չէ։ Այստեղ է ինչ-որ խնդրահարույց լուծում, կարծում եմ, ասենք, այս ինչ-որ ջոշ վիճակ է, ասենք, ես այնց տպավորություն, որ 2 տարի հետո էսի ջարդվելու է, տոլի չգիտեմ, էլի, ասենք, ես ինչ է։ Ինչ-որ էլի դիշմանսկի մատերիալ է։ Բայց լույսը լավն է, ապակին լավն է, այլին լավն է, օքեյ։ Դե էկրանն է մեր գժական, ժողջան, չանդադառնամ, էսի տոպից տոպ, գործարանից անգլերեն, մենակ BYD-ն է, որ բոլոր մրցակիցներին ուղղակի սատկացնում է այդ առումով, որ գործարանից անգլերեն ունենք, գործարանից Android ունենք, ինչ ուզենք արան գցենք, YouTube, Yandex Navigator, էլի ասենք։ Չենք մտածում, բա որտե թարգմանենք, բա ոնց անենք, բա ինչքան փող տանք։ Էսի մի հատ մեծ պլյուս BYD-ից հալալա։ Բավական արագ աշխատում էկրանը, թռնում է կարելի ասել, այս գնայինի համար տոպից տոպ, պրոստը տոպից տոպ, ասենք, կայծակ ասենք։ Դե մուլտիմեդիան BYD-ն գիտեք, իդեալական է, այստեղ ոչ մի հարց 11-ից 11 է այստեղ կարելի ասել, գժական է։ Պրոստը դե հա, էկրանը չի ֆռում, ժողջան, դա պետք է իմանաք, այս նոր սերունդների մոտ որոշներ ժմոտություն անեն BYD-ենք ու էկրանը չի ֆռում։ Այս մեր վարորդի դիսպլեյն է, էլի գժական, Yuan Plus-ի պես, մի խոսքով Yuan Plus-ի պես, Rest-Hide-ի պես, տոպից տոպ, 10-ից 10, բոլոր մեքենաները երևում են մեր տարածքում, ուղղակի մեքենա չկա, էլի, կողերս, թե չէ գժական է, էսի էլի մի հատ մեծ պլյուս, որ սենց գժական ինֆորմատիվ վարորդի դիսպլեյ ունենք, դապոլնիներ յայնստյու։ Ժողջան, ուրեմն վերջապես, երևի էսի քանի որ ֆան չեմ բաղու, այլ ոչ թե հենց BYD-ա։ Այստեղ դոստուպը այս մեր բնիկին, հարգարժան Վոլգանգ ջան, մի քիչ ավելի շատ լավ արած, քան թե ավանդական ձեր BYD-ների մոտ, ասենք, գոնե վատ չի արդեն, էլի։ Կարող ես նորմալ առանց ձեռը խփելու հասնես բնիկին, գոտի։ Նորարարական ֆիչը հանդիպեցի այս կնոպկաների մեջ, ուրեմն երբ որ ծխում ես այս կնոպկին, հիմա տեսեք մենք ինչ-որ սովորական ռեժիմում ենք։ Հենց այսի սխմում ենք։ Պանորաման փակվում է, ինքը ստեղ կամին է վառում ու մենք հիմա ինչ-որ հանգստի ույուց հանգստի գոտում ենք ու հենց որ ձենը լսեք կարակի ձենա գալի։ Հետևին հսատեղն է ժողջան, ինչպես տեսնում եք գժական, այսինքն շատ գժական պատվետկա ունենք, շատ ոճային է։ Ուրեմն չեմ կարող ասեմ, որ այստեղ ֆուտբոլի դաշտ է, դե ոնց հասկացեք, այս ավտոն ընդամենը 4.6 մետր է երկարությամբ, ժողջան։ Կոմպակտ մինի քրոսովեր է, ու ամենագնացը։ Ճշտով, եթե ճշտով ամենագնացը քրոսովեր չի, բայց այդտեղ է այտենց եսի ինչ չի, ֆուտբոլի դաշտ չի, ինչպես տեսնում եք, այնց միջին վիճակ։ Աստեղ ասենք 4 հոգի դժվար նստի, էլի։ Հա, էսի 3 հոգու համար նախատեսված այնց դենու բոլ չի, ոնց որ ասենք Song Plus կամ Sea-Lion 06 կարծում եմ կամ Toyota BZ3X այդ դենու բոլ վիճակը մենք ստե չունենք, բայց զատա ունենք Isofix-ներ քարսիտների համար, էսի մի հատ էլի մեծ պլյուս։ Լիքը ավտո էս գնի մեջ sense բան չունի։ Դե նստատեղները էլի գժական է։ Թե դեմ թե հետև կատարյալ է որակը ու մեր բազակոտնիկը էլի բավական ձիգ պինդ soft touch ոչ խազվող փայլատ մակերեսով էլի շատ հարմար գժական ու հասարակ բայց լավն է։ Էսի էլի պլյուս։ Հետո մենք ստե ունենք կարմանչիկներ, ինչից ինչպես հիշում եք օրինակ Deepal-ը այս 05 այս վերջի մարազարավյոների մի հատ նայեք, շատ լավ մեքենա էր։ Ու էլի գժական էր, ասած արժի իր գնին, այս կարմանչիկներ չունի, բաբոք սրտի։ Ստեղ ես մեծ ռեֆլեկտորներն են, բավական օրիգինալ արած,
Էլի USB։ Խոսքով ստանդարտ վիճակ, ստե մեր դինամիկն է, բավական մեծ, ամստե ունենք, ընդհանուր կարծեմ 8 հատ է։ Իսկ 4VD Ultra-ում 14 հատ է, իսկ այն drone վերսիայում 16 հատ է։ Ստեղ sense քրիչոկ ունենք, լույսը սենսորային։ Մեր խոսքով ամեն ինչ լավ է, էլի որակը շատ լավն է առաստաղի մատերիալի։ Ոչ մի պրետենզիա, ու պանորաման տենց եսի ինչ մեծը չի, Ժորժ ջան, եթե անկեղծ է, նորմալ ստանդարտ վիճակի պանորամա է, wow էֆեկտ չունի այս ավտոն, այդ առումով Ձիպալի ու Toyota-ի պես, ու երևի նրա հաշվին, որ ինքը բացվող է։ Wow էֆեկտը մենակ այդ չբացվող պանորամաների մոտ է։ Հա, գեղեցիկ է, բայց էսի ավելի պրակտիկ է, ֆորտոչկա կարանք բացենք, կրշան կարանք բացենք, ինչը գժական է, ասենք։ Ժորժ ջան, ու որպես համատական ավանդական Kia Sorento-ի հետ ոնց տենում է գաբարիտներով պլյուս մինուս նույն ավտոնն ու մի քիչ կարող է մեր Leopard 3-ը փոքր լինի, բայց sense վիզուալ ոնց որ հա տես տարբերություն չկա, եթե անկեղծ։ Ну կարող է մի քիչ ազիջում, հա։ Լավ, մի քիչ զիջում է։ Հետևից ոնց որ Leopard-ը ավելի մեծ է։ Եթե անկեղծ։ Ժորժ ջան, ու արտաքին տեսքն է, թե օբյեկտիվ, ասենք, օբյեկտիվորեն է ինքը գեշ, էլի, որտեղ հիմա որ համատում ենք, ասենք, իմ ավտոյի հետ, ասենք, մի հատ նայեք, էլի, ասենք, սարեր ձորեր է, էլի, իրոքից, Wolfgang ջան, ասենք, խի հա տենց գեշ, ասենք, դե ավտոն, էլի, ասենք, այս, ասենք, անհամեմատելի է, ուղղակի, ասենք, լմած տենայք, ասենք, իրա հետևը, ասենք, ու իմ ավտոյի հետևը, գեղեցիկ, սլացիկ, ասենք, Wolfgang ջան, լավ չի, էլի, նայ, օբյեկտիվորեն լավ չի, պրոմոխ եք տվել, կոնկրետ պրոմոխ եք տվել, իրա դիզայնը Գեղեցիկ չի, ես քո ցավը տանեմ։ Հատկապես հետևից։ Ժորժ ջան, ինչպես համոզվեցիք կամ չհամոզվեցիք, դուք արդեն որոշեք, այս մեքենան գին որակով ուղղակի հաղթում է բոլորին։ Որովհետև նու տես դրայվը մի քիչ դժվար է նկարել, բայց հիմա եթե ինձ վստահ մեկից հավատում եք, ես այս մեքենան վարեցի բավական երկար, ու դες կարամ ասեմ, որ իր կառավարելիությունը, մանևրելիությունը ու փափկությունը գերազանց են։ Ուղղակի գերազանց են։ Հա տեսքից ինքը ինչ որ sense տապորական բրուտալ գեշ ավտո է, բայց փափուկ է մի ուրիշ տիպի։ Yuan+-ի պես, հա իմ ավտոյը, որ միշտ ասել եմ, որ Yuan+-ը լավ փափուկ ավտո է, շատ քիչ են հավասարվում իրան։ Այս ավտոն Yuan+-ի պես փափուկ է Ժորժ ջան։ Դաժե մի բաներ ավել, որովհետև պարկած ոստիկանի վրով այս ավտոն շատ ավելի փափուկ, ավելի լավ է անցնում, քան իմ ավտոն։ Իմը խեղճանում է։ Էսի որտեվ ամենագնացը, էսի ջիպ է հասկանում, դուք ունենում եք 25000-ով, նո 24900-ով կամ 25-ով գժական ջիպ, հենց ամենագնաց։ Այդ ավտոյի առավելությունը դրա մեջ է, այսինքն դուք դուխով կարող գնաք սարեր, զորեր, գրունտային ճանապարհի վրա вообще պրոբլեմ չունեք։ Օրինակ Yuan+, Song+, Sea Lion, Jeep-ը, բոլորն էլ ասենք քաղաքային crossover են, իրանք խեղճանում են, իրանցով չեք կարող գնաք էլի սարեր, զորեր։ Այսանով կարող ես ավտոյով։ Ու այս ավտոն իրան շատ ավելի լավ է պահում, շատ ավելի վստահ է պահում։ Քանզի իր կախոցը Ժորժ ջան, բարձվում է ոչ թե Macpherson-ը դեմը, ոնց որ ոնց գիտենք, այլ երկլծականի կախոցը, հեսա վիդեոն տեղադրեմ։ Ու էդի զգացվում է, то есть լրիվ ուրիշ լեվելի ավտո է էսի, մի ուրիշ տիպի կառավարելի հզոր, փափուկ, որ մեկ ասեմ, էլի, ասենք Song+-ի հզորության է, բայց Song+-ից ասենք 2 անգամ այս ավտոն լավն է։ Միանշանակորեն, ուղղակի անհամեմատելի է։ Ու էժանել է, ասենք Song-ը իմը 27.7 է այս պայդրությամբ, այս ավտոն 24.9 է Ժորժ ջան։ Ասենք ես չեմ քննվում Song-ին, պրոստը այդ ավտոն անկեղծ զիջում է բոլորին։ Նույնիսկ Sea Lion 06-ին։ Sea Lion 06-ը Song-ի գնի է, 2 անգամ Song-ից լավն է։ Խնդրում եմ ձեզ մի առեք Song։ Այդ արդեն անցած դար է, անցած պատմությունը, արխիվի քարշակ է, այդքան ասացինք նավ այդ ավտոն։ Ու լիքը մարդը դիտի փաստում է, նավ այդ ավտոն, մի առեք Song։ Jeep-ալ, Sea Lion 06, Leopard 3, Sea Lion 05 նույնիսկ։ Չանց ինտերնետ խնդրալուց է։ Ինչերը շեղված թեմայից կներեք, ուրեմն այս ավտոյի պլյուսներից արդեն ոնց ասացի, կառավարելիություն, մանևրելիություն, ձայնը մեկոսացումը էլի շատ լավն է, փափկությունը գժական է։ Այս ղեկը, այս ինտերիերը, այս կոճակները, այս նստատեղերը էլի գժական են, տոպից տոպ են։ Միանշանակորեն այս ավտոն իր գնին արժի, այսինքն ինքնարժեքից ցածր են վաճառում, ոչ թե արժի, այլ մի բաներ էժան են մարդիկ ծախում, ձրի են վաճառում։ BYD-ն այս ավտոյի մեջ ես հավատացած եմ, կոպեկ չի աշխատում։ Մինուսի մեջ ենք այս ավտոն ծախելուց, որովհետև չի կարա ասենք լավ ավտոն լինի, ասենք Song-ից էժան, էլի ասենք, չի կարա, պրոստը չի կարա։ Zipal-ից էժան, ասենք, ոնց դες կարա լինի։
Ես զարմացած եմ, ոնց կարելի է այս ավտոն sense էժանով ծախել ու sense գերազանց ընդհանրային հատկությունները, հա, ինտերիերը, հա, կա խնդրահարույց դիշմանսկի մատերիալ, հա։ Բան չասի, բեռնախցիկն է փոքր, ինչպես իմացաք, արտաքինն է խնդրահարույց, հա, մինուսներ ունի, այնպես չի որ չունի։ Բայց իր ընդհանրային հատկությունները միանշանակորեն դաժե ես պայտակ աչք կփագեի այդ դիզայնի վրա ու էսի կառնեի այս ավտոն հանուն իր ռուլյոշկայի, կառավարելիության, վստահության, փափկության, ասենք, դաժե պալիցեյսկի վրայով դաժե տորմուզ չեք տալիս։ Ինքը ասենց անցնում է, չեք զգում այդ։ Որովհետև կախոցը այս ավտոյի շատ լավն է, Ժողովուրդ ջան, ու ադապտիվ է, պրոստը այս հետ 2VD Max-ն է դա էսի ընդհանրապես։ Ադապտիվ չի, բայց 4VD Ultra-ի մոտ կախոցը ադապտիվ է, այսինքն դուք ընդհանրապես չեք զգալու այդ անհարմարությունները ճանապարհի, ինքը բոլորը այդ կոմպենսացնելու է ձեզ այդ փոսերն ու դարերը, թմբիկները, այդ կախոցը կոմպենսացնելու է ու դուք ասես հարթ գնալու եք անհարթ ճանապարհի վրա։ 4VD Ultra-ն մի ուրիշ տիպի տոպի ստոպ է, այդ գնով խորհուրդ եմ տալիս, բայց ինքը ունի մինուսներ, Ժողովուրդ ջան։ 4VD Ultra-ն հեսա ասեմ, որն է այդ ավտոյի մինուսները։ Իմ մոտ հիմա 28 է այդ ավտոն, կամ 28.6 է ստանդարտ բեռնափոխադրումով։ Էսի շեշտեմ, որովհետև հիմա այս հիմիկվա հերթերը հաշվի առնելով ես խորհուրդ եմ տալի պատվիրել էվակուատորով, որ ամիսներով չգա ավտոն։ Էվակուատորի դեպքում +500։ Ուրեմն եթե ստանդարտ է 28.5, այդ ավտոյի մինուսները հիմա գլխանց ասեմ, չնայած ճանապարհն ունեմ գալիս է, բայց դա էլ ռևյու չեմ անելու, էլի, այս անով եզրափակվենք։ Այդքան ժամանակ չունեմ։ Այս վերջերս ինչ որ զանգերը շատացրել եմ ուրիշ տիպի։ Ուրեմն իր մինուսները այն է, Ժորժ ջան, որ ձեզ BYD-ին գնում է էշի տեղ ու դուք առնում եք full կոմպլեկտացիա, բայց չունեք այն ամենը, ինչ որ պետք է ունենայիք։ Այսինքն պրոյեկցիա, ղեկի տաքացում, այս պատգալավնիկի մեջ դինամիկներ, ռազետկա բագաժնիկում, որ կարողանաք ինչ-որ բան միացնեք։ Այդ ամենը դուք չունեք, որտեղ ինքը այդ ամենը տեղափոխել է դրոն վերսիայի մեջ, այդ է իր համար full-ը, բայց դրոն վերսիան անիմաստ բան է, նախ էդի առնել եմ այդ թեմայա, նախ ինքը թանկ է, $33,000, հետո պետք է ԱԱՑ-ից հատուկ թույլտվություն ստանաս։ Մի խոսքով պետք է մոռացանք, բայց այդ ամենը ընդեղ է։ Չնայած 4VD Ultra-ն էլի full-ն է, Արգաժան Վան Չուանֆուջան։ Էս ինչ հաշվարկ է, էսի epic fail է, ոնց կարաս առնես full ավտո, այն ամենը full-ը, ultra, ու այդ ամեն ինչը իմ թվարկած, ու էլի բաներ, ես հիմա մոռացա, ասեմ, չունենաս։ Խափել են ձեզ։ Vivad-ին դες գցել է։ Առնում ես full, բայց այդ ամեն ինչը կա, դու ինքս ասում ես դրոնով առ, որ այդ ամեն ինչը լինի։ Ախպերին դրոն պետք չի։ Արգաժան Վան, Արգաժան Ոդուգանք։ Ախե դրոնով ավտոն լիքը երկներում առաստատակ չես կարա բերես, արգելված է։ Եթե մեր մոտ կարում ես, բայց հետաքրքրում թեմայա։ Ասենք, լավ չեք դուք ասենք, խեք տենց արել, էլի, ասենք, խետ ամեն ինչը չկա ուլտրայում։ Որ պետք է լիներ, որ լյուբոյ ավտո ուլտրայում այդ ամեն ինչը ունի, դուք չունեք։ Աչք մտնող մինուս, մի խոսքով Ժողովուրդ իմացեք։ 4VD Ultra-ն արդեն 4 քաշող է, 420 դիա ուժ է, լիսյանից արագ, լիսյանից հզոր, լիսյանից երկու անգամ էժան։ Այդ ավտոն էլ տոպի ստոպ է, էլի դեմպինգ անխնա, բոլորին ոչնչացնում է այդ գնային սեգմենտում, 28.5-ի մեջ 4 քաշող, 420 դիա ուժանոց գժական ավտո է, գույքահարկի թեման արդեն լուծվել է, ոնց գիտեք, 220,000 դրամ մուծում եք ու այդ 485,000 դրամ գույքահարկը իջնում է դառնում է մի 60,000 դրամ, թե 80,000 դրամ կոպեկներ։ Так что էլ արդեն կարող դուխով պատվիրեք մինչև 1100 դիաժանած ավտոները չվախանաք աստղաբաշխական գույքահարկից, որը որ այսքան վաղտամ մարդիկ մուծել են զիկերի վարորդները 1 միլիոն դրամ գույքահարկ են մուծել։ Մինչև այս պահը։ Մի խոսքով Ժողովուրդ շատ չերկարացնեմ, այս ավտոն միանշանական խորհուրդ եմ տալիս, հետև քաշող Max-ը 2VD Max, Pro-ն հանգարց չառնեք, հա մի քիչ էժան է, բայց էլի ոչ բան չունի։ Էսի տաքացում հովացում նստատեղերի ամեն ինչ կա, էլի ինչ որ պետք է։ Հա, խալազինիկ չկա, պրոյեկցիա չկա, բայց դա էդի արդեն պրոյեկցիան նույնիսկ 4VD Ultra-ն չունի։ Բայց խալազինիկ ունի արդեն։ 4VD Ultra-ն խալազինիկ կա։ Այսքան է Ժողովուրդ ջան, խնդրում եմ ակտիվ եղեք, բաժանորդագրվեք, միացեք իմ TikTok-յան էջին, ես լիքը բան եմ տեղադրում ու ընդեղին դիտումները շատ անգամ տասնապատիկ անգամ ավել են, քան YouTube-ինը, ինչը իմ համար մի հատ շոկ էր։ Ասենք YouTube-ը ռոլիկ է սկսում, ասենք մի 2000 դիտում, 3000 դիտում, ընդ ռոլիկ է սկսում 20000 դիտում, 30000 դիտում, 100000 դիտում։ Շոկի մեջ ասենք։ Դա համար արդեն անցել եմ ես այլասել TikTok ու հավասարաչափ փորձում եմ բաշխեմ TikTok, YouTube, ու այս ռևյուները իհարկե ստեղա լինելու։ Խնդրում եմ ակտիվ եղեք, ինձ պատժ կանեք, բաժանորդագրվեք։ Այս ավտոյի գինը իմ մոտ ընդամենը $24900, էվակուատորով +500։ Ու խորհուրդ եմ տալիս հիմա էվակուատորով, եթե չեք ուզում ամիսներ տևի մինչև ձեր ավտոն հասնի դες։ Այսօր այսքանը։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոգա խաղավիքո։ Հանդիպենք։